Իսկ ում դոսիեն կուզենա կահացան հրապարակի 2026-ին։ Կարծում եմ տենց էլի մենք բոլորս բոլորի դոսիեների մասին ամեն ինչ գիտենք, պարզապես որոշների մասին ուղղակի մինչ այժմ բարձրաձայնված չէ, կամ բարձրաձայն չենք խոսում պարզապես։ Որևէ մեկի դոսիեի հետ կապված ես նոր բաներ չեմ սպասում, որ մի հատ էլ բացահայտեն, նոր իմանանք։ Գիտեք, ես այդպիսի փորձ ունեմ 90-91 թվականին ի պաշտոնե որպես կենտկոմի քարտուղար, կենտկոմի առաջին քարտուղար այդ դոսիեներին ծանոթացել եմ։ Նիկոլ Փաշինյանը Որևէ մեկի ես դա էլ չեմ սիրում։ Տհաճ իրավիճակներ չեմ Ուզում իմանալ ագենտներին հանեք ջրի հետ։ ինձ բնավ հաճելի չէ։ Եթե որպես իշխանության ներկայացուցիչ եք հարցնում, ապա կարծում եմ, որ իշխանության համապատասխան մարմինները, պետության համապատասխան մարմինները իրենք գիտեն ինչ անեն, ինչ չանեն։ Ինձ համար որպես քաղաքացի նման իրավիճակները միշտ էլ տհաճ են եւ խորը այսպես դիսկոմֆորտ են ստեղծում։ մի շրջան կար, որ ես ու Արարատ Միրզոյանը միաժամանակ վարչության անդամ էինք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ էինք։ Եվ ես վարչության անդամներից 2-3 հոգու ամենակիչը անձնական զորույցների ժամանակ ում հետ ավելի մոտիկ եմ եղել, ասել եմ, եթե առավոտյան ժամը 6-ին ինձ քնից հանեն, ես թափ տանես, պարոն Աղազյան, արտասեք բան եք հարցնում շուտ, արտանամ, ձեր վարչության մեջ կա մի հոգի ԱԱԾ-ի գործակալ, ով է, ես կասեի Արարատ Միրզոյանը, ես եթե ասել եմ այդ ժամանակ ասել եմ, եւ հիմա չգիտեմ, Ցեյք գլխին։ ասել, իրա գործելա ոչինչ։ Երբ որ որևէ մեկը իր պետության դեմ համապատասխան քայլեր է անում իր ազգի շահերին դեմ, այ դրանց դոսիեները պետք է միանշանակ այսօր բացահայտել։ Իսկ ում անձնական SMS-ները կուզեք, որ ամբողջ աշխարհը կարդա ու հենց հրապարակվի, ամբողջ չաթը։ Ուզում որ Նիկոլ Փաշինյանի բոլոր SMS-ները կես ճանապարհին մնան, տեղ չհասնեն, որովհետև դրանք շատ վիրավորական են, հակապետական են, իրանց ձևի մեջ եւ նաեւ անօգուտ են։